Իմ ընտանիքում այժմ մի իրավիճակ է, մենք ապրում ենք տարբեր երկրներում, իմ ամուսինը այնպիսի մի փորձանքի մեջ է ընկել, որ ես չգիտեմ ես հաջորդ անգամ նրան երբ կտեսնեմ, եւ ես այժմ միայնակ 2 երեխայի հետ եւ լուրջ առողջական խնդիրներով եւ Հայաստանում չունենալով ընտանիքի անդամներից եւ որևէ մեկին, իմ խաչը փորձում եմ որքան հնարավոր է պատվով տանել։ Շատ աղջիկներ կասեին, փակում եմ այս էջը եւ անցնում եմ առաջ։ Եվ ես այսօր այնքան շատ եմ լսում ամուսնալուծությունների մասին, իմ գլխում չի տեղավորվում, որ մարդիկ ինչպես են կարողանում այդպես թեթև հեշտ գալ նրան, որ եթե ինչ որ մի բան իրենց հարմարավետության տիրույթից դուրս է, ուրեմն ինչու իրենք իրենց նեղություն տան, ինչու ցավ ապրեն, ինչու պայքարեն, ինչու միայնակ կրեն այդ ողջ բեռն ու պատասխանատվությունը եւ շատ արագ վերջ ամուսնալուծություն։ Ընտանիքը այնպիսի մի հասկացություն է, որ դու այնտեղ ոչ թե ընտրում ես, այսօր քեզ լավ է, հարմարավետ է, ամուսինդ լավ կարգավիճակում է, քեզ ադամանտ նվիրեց, մեքենա նվիրեց, իր կողքին ես, իսկ վաղը չունի այդ հնարավորությունները, դեռ մի բան է, կարող է դու ես ստիպված լինում նրա ընկած փորձանքների միջից նրան օգնել դուրս գալու, ուրեմն վերջ դու ձեռքերդ լվանաս քաշվես մի կողմ, որովհետև ես չէի ստորագրել սրա տակ, ես բարեկեցիկ կյանք էի պատկերացնում, բայց չէ որ դա ընտանիք է, գործարք չես կնքել։ Ես երկրորդ անգամն է, որ եկեղեցում խորանի առջև եմ ամուսնացել եւ մենք խորանի առջև տալիս ենք խոստում լինելու մեր կողակցի կողքին լավ եւ վատ օրերին, առողջ եւ հիվանդ ժամանակ։ Միշտ չէ որ լեն ու բոլ պայմաններ են լինելու։ Կարող է այդ բարեկեցիկ եւ ապահով պայմանները երկար տարիներ չլինեն, բայց միասին պետք է մաքարեք եւ դուրս գաք։ Եվ օրինակ, եթե զույգերից մեկը ընկել է փորձության մեջ, դու չպետք է նրան թողնես այդ փորձանքի մեջ։ Ինձ համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի։ Միայն այլ անձի հետ դավաճանությունը չէ, որ դավաճանություն է։ Ինձ համար նաեւ դավաճանություն է այն, որ դու փորձանքի պահին քո կողակցին միայնակ թողնես եւ ասես, գիտես ինչ կա, ես բոլորովին այլ կերպ էի պատկերացրել մեր կյանքը։